Ռոսիանի ու Քազախի տրանսպորտի մասով էլի դժգոհություններ կան, էլի խնդիրը չի լուծվում։ Ես ժամը 3-ին դժգոհորների հետ հանդիպելու եմ Երևանի քաղաքապետարանը։ Ես վերջերս տեսա իմ գործընկերներից է, որ նաև այդ համայնքից է, որ ասում է այդ ավտոբուսը 300 մետր ներքև թե վերև են կանգնեցրել, այսինքն հա Ինչ նախնդիր է, որ այսպիսի բարդություններ եք ստեղծում, հնարավոր չի այնպես անել, որ լավ լինի։ Եթե մարդիկ նախորդ իրավիճակից գոհ են, նախորդ տրանսպորտից գոհ են, ինչ է փոխվում, որ տրանսպորտը Երևանի տրանսպորտն է։ Ահա։ Այդտեղ մենք մարզային տրանսպորտ չենք ունեցել, հիմա փորձում ենք մարզային տրանսպորտ։ Այդ թող Երևան տրանսպորտը լինի, ի՞նչ թող Երևանն է լինի, ի՞նչ տարբերություն։ Թող Երևան տրանսպորտ։ Երևանը օրենքի խախտում կա, Երևանը չի կարող իր վարչական տարածքից դուրս սպասել։ Այո, լուծեք այդ խախտումը։ Ոնց լուծենք։ Հեսա գործընկերս թող հարց։ Պետք է այս կարծում եմ Դե արեք։ Բայց դրակալիքը չկա, մենք մարզային տրանսպորտ ունենք, ինչի՞ ամենը։ Բնակիչները տեսեք դրսում են, պարոն։ Ինչ է նշանակում վերեքստը։ Խոսել սովորեք։ Ես խոսել գիտեմ։ Ոնց գիտեք, ինչ է նշանակում վերեքստը։ Վերեք նշանակումը հրավիրեք։ Դա պաուզա, կենցե վավատի մաստով չէ, ստացվում է, հիմա մենք ձեզ հրավիրում ենք ուղղակի։ Պատասխանեք, կարճ մասով Լավ, շատ լավ։ Բնակիչներն ասում են մուլտիտրանսի ընկերության ներկայացուցիչները վարորդներին ահաբեկում են։ Բնակիչները ասում են այդ լեզվով մի խոսեք։ Դուք Եթե նման դեպք կա, բնակիչները կարող են եւ մեզ դիմել եւ իրենց բաների մասին Եթե դուք գիտեք, ասեք։ Չէ, հիմա բնակիչները Ռոսիանի իրենք ներկայացին եւ մենք եկանք ներս, ես ձեզ եմ հիմա Ես հանդիպելու եմ հիմա Երևանի համայնքապետարանում, այսօր։ Հիմա ոնց է լուծումը ոնց է պատկասում, լավ, եթե կարճ ասենք։ Լուծումը բանակցում ենք, պետք է հասնենք։ Նոր տրանսպորտ, մուլտիտրանսնա չէ։ Պատկերացումներ լինեն, ես հստակ Մուլտիտրանսնա չէ, տրանսպորտը ապահովում։ Բայց մեծ ավտոբուս է, ես տեսել եմ տեսանյութը, որ Երևանի ավտոբուսն է, որ գնում կանգնում է 300 մետր ներքև կամ վերև, խոսքով հեռու։ Հիմա հնարավոր չի 300 մետր վերև կանգնի, որ 300 մետր մոտենում է գյուղին, Ռոսիան, եթե Ռոսիանին։ Այսինքն այս բան դրանով լուծվում է հարցը, թե այլ խնդիրներ կա։ Այո, Քազախինը ասացի, այսօր հանդիպելու եմ։ Բայց այդ խնդիրը ինչից է առաջացավ, եթե մրցույթը շահած ընկերություն կար։ Չէ, մրցույթը շահած ընկերություն կար, ի՞նչն է։ Շահած ընկերությունը սկզբնական շրջանում է երկու գյուղերը չէ սպասել։ Հա։ Սպասարկում է Երևանը։ Դա Մուլտիտրանսը համալրվեց արտակազմով, հիմա կարողանում է սպասել։ Բայց հիմա խնդիր չկա, այսինքն, թե կա։ Խնդիրը բնակիչները գնի մեջ են տեսնում, ինչի շուրջ է բանակցում է։